Օգնեցիր։ Անցնենք ուրիշ։ Ձեռնս թմրեց։ Ուրիշ տեղ գնանք։ Այսօր մեր սպորտ բապելի առաջին թողարկումն է ու երեխաների պաշտպանության միջազգային օրը, դրա համար մեր սրվա հյուրը Հակն է։ Դե Հակ ջան, փոխվենք, մի 5 րոպեից լինենք նախավարժանքի տեղում, լավ։ Ոնց կանցնի այսօրվա մարզումները։ Շատ լավ։ Ինձ էլ թվում է, գիտես, ես մի տեսակ տրամադրված եմ, որ շատ լավ է լինել։ Հա, ուրեմն սկսում ենք նախավարժանքից, ասեմ նախավարժանքի ինչի համար։ Գիտես ինչի համար է warm-up-ը։ որ տաքանալ։ Այո, բայց գիտես ինչու են տաքանում։ Նայ, երբ որ մենք սկսում ենք մարզումները, ապրես, մենք տաքացնում ենք մեր մկանները, որովհետեւ ծանր վարություններից չվնասվենք, որովհետեւ մեր մկաններն արդեն սովորել են տաքանչին։ Դրա համար մենք բոլորին խորհուրդ ենք տալիս ու դա պարտադիր է նախավարժանք անել։ Հիմա ոնց ենք սկսում։ Հանում դեմքով դեպի են կողմ ու ձեռքերից սկսում ենք։ Ակ դու հիշում ես քո առաջի մարզումը, հա։ Մոտավորապես կհիշես երբ։ Մոտավոր 3.5 տարի առաջ։ Այդքան վաղ ես պարապում։ Այ հիմա տաքացնում ենք մեր արմունկը հոտել։ Սկզբից առաջ։ Հետո հետ։ Հետո հետ։ Մենք մոտավորապես 3 անգամ, որ լավ տաքանք։ Հետո մի ձեռ կապ դեպի։ Արի քո տարբերակն փորձենք, հետո ոնց։ Սենց։ Հետո սենց։ Երկրորդ ասեմ ինչ ենք անում։ Ասա։ Բան, սրանցից հետո անում ենք էս Կոնքերը։ հա կոնքերը։ Ինչի համար են գիտես։ Հա, որպեսզի այս սրանք կերով Այ յուրաքանչյուր հատված ունի մկանային համակարգ։ Որպեսզի տաքանա, համ չբռնվի, համ էլ մարզումներն ավելի տերտեր լինեն։ Համ մենք սրանցից հետո միշտ ասում ենք շարքում եւ ցնց ենք անում։ Դա այստեղ չունենք տարբերակ։ Հիմա մենք դες այսօր անելու ենք եւ ուսի վարություն եւ կրծքավանդակ եւ մեր դրա համար պետք է Հիմա այս ենք անում։ Իրականում Հակի մոտ ամեն ինչ շատ լավ էր ստացվում, նաև կարող է արժանացել էր հատկապես նախավարժանքի մեջ, որ շատ բաներ ինձնից շատ գիտեր։ Մեր վարել ենք բիցեպս ու մահակի վարություններ, բացում ենք այս հատվածի մկանները։ Այս Պահում ենք ուղիղ, եւ անում ենք հետո մյուսը։ Ամեն անգամ մի հատ։ Սկզբից աջ, հետո ձախ։ Աջ Այո։ Համ արզվենք, համ էլ ասեմ եսը։ Սրանք էլիպսաձև սարքերն են։ Իրենք նախատեսված որոնք օգնում են մկաններին ձգել ոտքի եւ վազել։ Իրենք օգնում են ձգել, բայց կարդիո բաժինը նախատեսված է սրտանոթային խնդիրները կարգավորելու համար։ Շնչառություն եւ այլն։ Հիմնականում անում են մարզումներից առաջ կամ մարզումներից հետո։ Ոնց հարմար է, դրան հատուկ կանոն չկա։ Հակ։
Օրինակ երբ որ դու հոգնում ես։ Ինչն է քեզ նորից տրամադրություն տալիս, որ դու նորից մարզվես։ Ուժությունը, որ ես այդքան լավ եմ պարապել, ուժ եմ հավաքել, որ օգնեմ։ Հա գիտես բանը, հիմնականում մարդիկ երբ որ կարդիո են անում, դե կարդիոն ինքը ստեղծում է ժամանակ ինչ-որ ուրիշ բան անելու։ Ինչ-որ մարդիկ ֆիլմ են նայում, հեռախոսով կամ երգ են լսում, առաջարկում եմ քեզ բլիթ հարցումներ տամ։ Դե պատասխանի, հա։ Դե սկսում ենք։ Հա։ Ես գիտեմ, որ դու MMA ես պարապում։ Այո։ Բայց ուզում եմ հասկանալ դու MMA ես շատ սիրում, թե օրինակ մշամարտ։ 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 Հա, երկուսն էլ լավն են, նրանք MMA ապացուցում է, որ լավ է պարապացնում, ուժ ունեմ։ Բոքսի պես մշամարտը ապացուցում է, որ մուտքը գցել լավ բաներ սովորել։ Ես ինչքան գիտեմ դու լողել ես, չէ՞, պարապել։ Այո։ Իսկ օրինակ լողն ես նախընտրում, թե բոքսը։ Երկուսն էլ լավն են, բոքսն էլ է լավ է, բոքսն էլ է լավ բան, երկուսն էլ կգնահատեմ 10-ից 10։ Լավ, ես եթե խմբային մարզումներ հաշվենք, ֆուտբոլ թե բասկետբոլ։ Բասկետբոլը։ Օրինակ սննդակարգը գիտես, չէ՞, ինչքան կարևոր է սպորտում։ Այո։ Ինչ ձև ես դու սնվում։ Քո սիրելի բաներից մի քանի բան ասա։ Օրինակ գրեշկա, բրինձ էլի։ Իսկ հատնամթեր։ Կատ, ջուր։ Իսկ միս ուտում ես։ Միս։ Հա, այդպես ոչինչ։ Բայց ես գիտեմ, որ դու պիցա ես շատ ուտում։ Հա։ Բայց գիտես, պիցան լավ չէ։ Ինքը fast food-ի մեջ է մտնում։ Իսկ հյութեր խմում ես։ Հյութեր։ Հա, օրինակ, խմբերի հյութ։ Այսինքն բնական միայն։ Հա։ Բայց ես խորհուրդ եմ տալիս ջուրը, գիտես, միայն։ Ես ինքս աշխատում ջրից բացի ուրիշ ոչ մի բան չխմել։ Հա, ես միշտ ջուր եմ, ամենաշատը ջուր եմ խմում։ Հա։ Հա։ Դե սնունդը շատ կարևոր է։ Մենք յուրաքանչյուրս, հատկապես մարզվողները, պետք է օրը գոնե 3 անգամ սնվեն։ Լավ կլինի, որ հաշվարկին իրենց գրամներն ու կալորիաները, եթե ուզում են արդյունքը տեսնեն։ Օգնեցիր։ Անցնենք ուրիշ։ Դեռնես թմրեց։ Ուրիշ տեղ գնանք։ Հա։ Ես ջիմից շատ սիրում կարդիո բաժնից, կարդիո բաժնից էլիպսաձև եմ, որովհետև անհեշտ եմ, բացի դա շատ արդյունավետ է։ Տարբերակը մեխանիկական է, այսինքն ինչքան դու արագություն բացես, այդքան արագ է գնալու։ Հա, հիմա մացնեմ։ Չէ, ինքը միացնելով չի։ Հիմա կանգնի, սկսի քայլել է։ Մի քիչ շատ արագ մի սկսի։ Փորձի գնալով տեմպը ավելի արագացնես։ Հիմա ստոպ տուր, նայ, հիմա պետք է փորձես առանց բռնելու, կանգնի ինքը չի գնում, դու կանգնի, հիմա թող, չէ, մի բռնի, փորձի քո բալանսը կարգավորես, ձեռքերը թող, Կա գնալով հասնեմ, հասնում եմ։
Ակես քեզ որն է ամենադժվար վարժությունը։ Հայ, նա։ Այն մեկը, դեռ ավելի դժվարներ է կանում, չէ՞։ Հիվ քրոսովերն է դուր գալիս ու վազող սարքերը։ Վազող սարքի առավելությունը նշեմ։ Երբ որ արագ ես քայլում, ինքը ավելի քիչ քանակությամբ այրում է կալորիաները։ Չեմ ասի արագ կամ դանդաղը սխալ կամ ճիշտ է, նայած այդ պահին որն է ավելի հարկավոր։ Իսկ վազքի դեպքում ինքը նաև բացում է մարդու շնչառությունը։ Հա, կստկեզ ինչի համար է պետք մարզվելը։ Մարզվելը նրա համար է պետք, որպեսզի ինքներս մեզ կարողանանք պաշտպանել, իր նպատակներին հասնենք, քուրիկներին պաշտպանել, նաև աղջիկներին։ Ես մեծ կարևոր բանել եմ ուզում ավելացնել, մարզվելով դու լինում ես ավելի առողջ։ Առաջին տեղում հենց առողջ ապրելակերպն է։ Ու մնացածը հերթով գալիս է։ Իհարկե նաև պետք է նշեմ, որ տալիս է մարդուն պատասխանատվություն մեծ։ Իսկ ինչ մարզաձևերի անուն ունես։ Անուններ։ Անուն գիտես։ Նա ես զբաղվել եմ մշամարտով, հետո թենիսով։ Դե հիմա ֆիթնես մարզիչ եմ։ Մարզիչ։ Այո, բայց շատ սպորտաձևերի եմ տիրապետում։ Օրինակ ձմեռայիններից շատ սիրում սնոուբորդ, սիրում եմ գոլֆ։ Ես էլ եմ սիրում սնոուբորդ, դահուկ, թենիս, շմամար։ Հա, շախմատ եմ շատ սիրում։ Խմբայիններից սիրում եմ ֆուտբոլ, բասկետբոլ։ Երևի չկա տենց սպորտաձև, որ չսիրեմ, գիտես։ Հա, ես էլ եմ բոլորը սիրում։ Ֆուտբոլ, բասկետբոլ։ Հա? Շատ սիրում ավտոարշավը։ Ես էլ ամենաշատը սիրում եմ, որ բան լողան սիրում։ Համել սիրում եմ, որ արշավների եմ գնում, ձնա ձյուն է գալիս։ Արշավներ ես սիրում շատ։ Հելնում ենք սարեր։ Արշավներն եք, դե սպորտ։ Հա, համել քարեր ենք գնում, քարեր ենք համել, ոտքերներ ենք մարզում, քարեր ձեռքերով այս բռնվում։ Շնչառությունն ես բացում։ Ես թուլություն ունեմ բոքսի տանձիկների հանդեպ։ Ես տեսնում եմ պետք է ապանում խփեմ։ Ակ օրինակ ինչ է փոխել սպորտի մեջ։ Միլիկությունը։ Էդի շատ կարևոր բան է եկանում փոխել, ուրիշ էլ ինչ։ Կամ մի բան որ հիշում ես, որ առաջ օրինակ այդ համար խնդիր էր, հիմա էլ չէ։ Որ չէի կարողանում անել, հիմա կարողանում եմ անել։ Օրինակ քո հասակակիցներին ինչ խորհուրդ ինչի համար զբաղվում սպորտով։ Ես հարցակցի հասակակիցներին ձգտում ունենալ ու միջև վերջ իրենց գործը կիսած չթողնեն։ Գնան ու իրենց երազանքի կեսին։ Օրինակ դու ինչ երազանք ունես։ Որ աշխարհի չեմպիոն դառնամ, Եվրոպայի չեմպիոն, հետո գնամ Արցախ։ Հա։ Իսկ թվում ենք նույն երազանքներն ունենք, գիտես։ Բարձրանանք վերև ու անցնենք արդեն ուժային մարզումների, չէ՞։ Այո։ Շատ մարդիկ անում են հիմնականում վերջում, բայց մենք սկզբում ենք անում, գիտես ինչի, որտեղ երբ որ պրեսն անում ես վեճքի վարժություններից առաջ ավելի արդյունավետ է։ Նայ։ Այս տարբերակը ինքը շատ թեթև պրես է, ուշադիր նայ։ Բռնում ես։ Սակնը որ զարգացնի սովորվայնի Իսկ են սպորի պրեսի ուրիշ տարբերակներ կան։ Այստեղ լիքը տարբերակ կա, բայց քանի որ նշվում է մեր ժամանակը շատ չի, մենք ընտրում ենք ինտենսիվ տարբերակ ամենը։ Մենք միշտ ոտք ենք անում, ոտքից բարձրանում ենք վերև։ Ճիշտ է, my gym-ում շատ հագեցած ամեն ինչ, ասենք ոտքի համար մոտավորապես 10-ից ավել սարքավորում կա, բայց քանի որ մեր ժամանակը շատ չի, ու մենք այսօր full body ենք անում, full body-ը դες որն է։ Երբ որ ամբողջ մարմինը մեկ օրում ես մարզում, դրա համար ամբողջ մարմինը մարզում ես մեկ օրում, դրա համար մեզ պետք է յուրաքանչյուր վարժաձևից մեկ անգամ անել։ Նայ։ Ես հիմա սարքում իմ չափսերով, հետո
իջացնեմ քո։ Ես սա ոտքի այս քարագլուխ մկանի ու հետևի մկանների համար։ Նայ։ Ահա։ Կարաս երկուսի տակտիկս երկու աթանեմ։ Մի քիչ ավելի ձիգ։ Մի քիչ ինքը քո չափսերի համար մեծ է, բայց ոչինչ։ Շատ ուժեղ մի թող։ Պետք է դանդաղ թողնես, որ ինքը իր էֆեկտը զգաս։ Ոտքը փոխվի։ Միջևերջ բեր, բայց ուժեղ չէ։ Էլի։ Ով։ Հիմա ցույց տամ քեզ տարբերակը, որ դու հասկանաս։ Տես։ Մենք կարող ենք համ այստեղից բռնել, համ այստեղից։ Դիքը մարդիկ ասում են, որ մկանների նեղ ու լայնի հետ կախվածած սրանք, բայց իմ կարծիքով դա այդքան էլ էդ չի զուտ հարմարություն։ Ես որոշում եմ բռնել այստեղից, ո՞վ, նայ, ու հրում ենք առաջ։ Երկու տեղից են ճիշտ է լինում։ Հա, ըստ հարմարության։ Հա, օրինակ փոքրերի համար էսի է լայնություն, իսկ մեծերի Հիմա նստես։ Հա։ Միայն ձեռքերդ։ Այնպես որ դու քո կասկավանդակի մկանները զգաս, լավ։ Չէ, շատ պետք չի, ինչքան որ գալիս է։ Հիմա դանդաղ հետ ես խոնում։ Միջևերջ չես իջացնում։ Ու ամենակարևորը հիշի, որ հրելուց պետք է արտաշնչել։ Հետ բերելուց հետ ես քաշում, շունչդ։ Հրելուց իջում ես։ Նեվոն ես դա մայջին է։ Հա կամ վեց է, կամ շատ լավ մարզասարքեր կան։ Ու ինքը ընդհանուր շատ լավ մարզասրահ, դրա մեջ միշտ տեսնում եմ գալիս։ Նայ, այս արժաձևը մեջքի համար է, այս մկանների։ Սա ավելի սովորականից ավելի նեղ բռնվածքով տարբերակն է։ Տես։ Նայ։ Համենա, էսի զսկում է մուսկուլները։ Այո, բիցեպսին էլ է նպաստում։ Բռնում ես այս մասից։ Թող, ստեղից։ Հիմա հակ, այնց ես իջացնում, մի քիչ արմունքներդ ներս, մի քիչ դու կենտրոն չես։ Հիմա քաշելու ընթացքում մի քիչ հետ ես գնում դու։ Իջացնում ես մինչև այստեղ։ Դե իջացրու։ Ու կամաց հանում ես վերը։ Չէ, դու պետք է նստած մնաս։ Պետք է այնքան ուժեղ լինես, որ չթողնես, որ ինքը քեզ բարձրացնի։ Գնաց 1 2 մի հատ էլ մի հատ էլ արդեն 5-ը տալ ես։ Մնացել է Պահի, նավիճացու, խանդերներ։ Ես մեծ, ես նոտ, Որ ասում ես ինը, ասում եք, Շատ լավ էր ես մեկը հակ։ Հա։ Իրականում որոշել էի հակին լավ տանջել, բայց ասեմ լավ դուրս եկավ տակից։ Ինչքան ժամանակ է պետք լավ մկաններ ու մարմին ունենալու համար։ Հակ նայ, իրականում ամենակարևորը խելացի մարզվելն է, որտեղ մարդ կարող է 3 տարի սխալ մարզվի, ոչ մի արդյունք չունենա։ Ունեն հակառակը։ Հա, օրինակ բան, մեր սպորտի շուտ մի հատ տղա կա, շատ լավ է սովորել, հիմա Եվրոպայի աշխարհի առաջնությունը վարձել է։ Տենում ես, այդ քրտնաջան աշխատանքի, այո, աշխարհում ամենա ուժեղ Լավ, նայ, հիմա սա ուսա, հիմա ոնց ենք անում։ Բռնում ենք, անում ենք ու
բարձրացնում ենք պետք է ուսերից չանցնի։ Պատկերացրիր։ Հիմա հանվել է։ Գնաց։ Ահա, շատ լավ է։ Դու ես անում։ Անում։ Շունչը չեն մոռանում, շնչել է։ Ուղիղ բայդ, այ ուղիղ բայդ, սենց պետք է պահես, ձեռքերդ ոչինչ չպետք է ծավի։ Գնաց։ Շատ արագ չենք իջացնում, դանդաղ ենք իջացնում։ Բիցեպսը մենք անում ենք սովորական դասական տարբերակով։ Դասականը կամ անում են սովորական ծանրաձողով կամ ծանրաքարով։ Մենք անենք ծանրաքարով տարբերակ։ Նա իմը ցույց տամ։ Սպասի։ Տես։ Վերցնում ենք օրինակ քարը։ Ես վերցնեմ։ Հիմա կվերցնես, սպասի։ Նա սկզբից ձեռքերը մի քիչ հետ ենք տանում ու քարը բերում ենք առաջ։ Մեկ։ Բարձր։ Ահա, իջանք։ Մի քիչ դանդաղ ենք անում։ Երկու, սենց պետք է պահես։ Իջնելուց նոր ուղղում ես։ Նորից։ Երկու ատել ու դանդաղ։ Շատ լավ է։ Թելեհարց եմ ինձ ով է լավ մարզվում։ Նայ բռնում ես սենց, նենց որ դաստակները չծալվի, արմունքները կտնում է կողքերին, կարս ոտքդ մի քիչ առաջ դնես, որ ուժը կենտրոնացված լինի, բարձրացնում ես այսքան ու իջացնում ես։ Բարձր է։ Գնաց։ 1, 2, 3, 4, կենտրոնացի կմարզում եմ վրա հանես։ Սենց ավելի հարմար է, չէ։ Մի հատ էլ, վսյո, շատ լավ էր, հակ, տպավորությունդ ոնց անցավ ես որ մարզումները։ Շատ լավ չեմ որ նկարագրեմ։ Շատ օգնեցիր։ Ոչինչ։ Բայց արդյունավետ էր, չէ։ Հա, արդյունավետ, ուժ տվեց մեզ։ Ու շնորհակալություն հայտնենք Մայի ջիմին, որ թույլ տվեց այսօր այս գեղեցիկ մարզումները անցկացնենք իրենց մարզասրահում։ Հա։ Ինչ անենք, գնանք դուշ ընդունենք, գնանք խաղ ուտելու, չէ։ Բայց արի միջայց շնորհակալություն հայտնենք։ Մայի ջիմին շնորհակալություն։